Այսօր հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է եւ մենք այստեղ ենք ոգեկոչելու մեր բազմաթիվ 1.5 միլիոն զոհերի հիշատակը եւ մեր կորսված հայրենիքի հիշողությունը եւս հավերժ պահելու։ Ես ցանկանում եմ հիշեցնել, որ ցեղասպանությունը միայն պատմական հիշողություն չի։ Այսօր մեզ հետ ցեղասպանությունը ցավոք շարունակվում է բռնազավթված եւ հայաթափված Արցախում տեղի ունեցող մշակութային ոճրագործությունների, մշակութային ցեղասպանության տեսքով։ Ուստի այսօր մենք պետք է բոլորս շարունակենք մեր պայքարը, որպեսզի կարողանանք ունենալ ուժեղ, հարատև պետություն, որը կանխարգելի հետագա ցեղասպանությունները մեր ժողովրդի նկատմամբ։ Նույն հրեշավոր ձեռքը, որը ցեղասպանել է մեր ժողովրդին 15 թվականին, հիմա էլ չի հանդարտվել։ Մենք պետք է կարողանանք դառնալ միասնական ազգ, այդ ձեռքը բռնենք եւ ապագայում նաեւ այդ ձեռքը կոտրենք։ Դրա համար մենք պետք է մեր ներսից դուրս մղենք այդ ձեռքի, այդ հրեշավոր թշնամական ձեռքի բոլոր ներքին կամակատարներին, բոլոր նրանց, որոնք մեզ փորձում են համոզել, որ այլ տարբերակ չկա, որ մենք պետք է համակերպվենք այդ թշնամական պարտադրանքի հետ։ Այդ թշնամական պարտադրանքի հետ մենք չենք համակերպվելու։ Մենք դառնալու ենք ուժեղ եւ հարատև պետություն եւ թշնամուն դուրս ենք մղելու մեր հայրենիքից։ Իսկ այժմ այսօր մենք ոգեկոչում ենք մեր բազմահազար զոհերի հիշատակը, հիշում ենք, որ նրանք զոհվեցին, որպեսզի մենք այսօր ապրենք, որպեսզի մենք այսօր հիշենք, որպեսզի մենք այսօր մեզ գանք որպես միասնական ազգ։ Բոլորիդ մաղթում եմ ուժ, կամք եւ տոկունություն եւ համոզված եմ, որ դա մեզ հնարավորություն կտա կառուցել այն երկիրը, որը մենք կարող ենք արժանապատիվ եւ անվտանգ ժառանգել մեր երեխաներին, թոռներին, մեր բոլոր հետնորդներին։ Շնորհակալություն։ Պարոն Չալաբյան, այսօր Նիկոլ Փաշինյանն իր ելույթի մեջ նշել է, որ անընդունելի են արդարության վերականգնման կոչերը եւ դրանք միայն պատերազմի կարող են տանել։ Ես կարծում եմ, որ անընդունելի է Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ էությամբ, անընդունելի է ցանկացած խոսք, որ նրանից հնչում է, անընդունելի է մեր ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում։ Եվ ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ըստ արժանավույնս կգնահատի այն մարդուն, որը բազմելով իշխանության գահին փորձում է կոտրել մեր ժողովրդի ոգին, փորձում է կոտրել նրա ողնաշարը, փորձում է կոտրել նրա պայքարի ուժը։ Մենք այդպիսի ղեկավարից պետք է ազատվենք։ Հնարավորին չափ շուտ դիմաց ընտրությունները, ես կարծում եմ դա լավագույն հնարավորությունն է բոլորիս համար։ Պարոն Չալաբյան, երեք ջահելավերթը տեղի ունեցավ, որի ընթացքում ավանդաբար Թուրքիայի դրոշայրվեց քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դատապարտեցին այդ գործողությունները, ինչպես է ընդհանրում այս դատապարտող հայտարարությունները նրանց։ Ես կարծում եմ, որ դա եւս մեկ մեր ժողովրդի պայքարի ոգին թուլացնող գործողություն է։ Բոլորը նույն տրամաբանությամբ մենք ունենք թշնամու կամակատար բազմաց հանրապետության հրապարակում, որ ինչպես արդեցի փորձում է կոտրել մեր ժողովրդի պայքարի ոգին։ Դա նրան չի հաջողվելու, վկան եւ այդ ջահերով երթն է եւ այսօր այստեղ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների լուռ ուխտագնացությունը, որը իր մեջ հատուցման պահանջ է կրում։ Բնականաբար այս ամեն ինչը չի դադարելու, բնականաբար մենք հասնելու ենք հատուցման, իսկ Փաշինյանն եւ նրա պես կամակատարները չեն կարող մեզ խանգարել։ Մշակութային ցեղասպանությունը այսօր էլ Արցախում շարունակվում է, օրեր առաջ էր, որ Աստվածամոր Հովանու եկեղեցին քանդվեց, այս առումով քայլեր, ասելիքներ կարծես բավարար չհնչեցի, ինչ եղավ։ Ես կարծում եմ, որ պետության, ավելի շուտ իշխանության, ոչ միայն լռությունը, բացարձակ կամակատար թուլամորթությունը եւս մեկ վկայություն է նրա, որի դեմս քաղաքացիական պայմանագրի եւ նրա տարբեր տեսակ արբանյակների մենք այսօր Հայաստանում հայկական պետություն չունենք հայկական իշխանություն։ Եվ մենք պետք է փոխենք այդ իրավիճակը, բայց մենք դրան չենք սպասելու։ Հայակվեն զբաղվելու են նրանով, որ բոլոր պատկանացաններում դա կլինի արդարադատության միջազգային դատարանը, որը այդ կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 17-ին ունի ընդունված հստակ որոշում, որ Ադրբեջանին պարտադրում է
պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։ Կլինի դա ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը պարտավոր է զբաղվել ամբողջ աշխարհով մշակութային ժառանգության պահպանությամբ, կլինի դա Եվրոպական խորհրդարանը, բոլոր այդ մարմիններին մենք դիմելու ենք, նրանց ուշադրությունն ենք հրավիրելու նրա վրա, որ Ադրբեջանը, նրա բռնատիրական իշխանությունը անթաքույց զբաղվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ։ Եվ եթե նույնիսկ այսօրվա հայկական իշխանությունը, որը անմիջական պարտավորություն ունի դրան հակազդել, դրան չի հակազդում, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը տեր չի կանգնելու իր մշակութային եւ պատմական ժառանգությանը, դա չի նշանակում, որ մենք որպես հայ ժողովրդի ներկայացուցիչներ չենք զբաղվելու այդ ժառանգության պաշտպանությամբ եւ ի վերջո այդ ժառանգության վերականգնմամբ։ Ես համոզված եմ, որ կգա այն օրը, երբ մենք Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի Հովանու մայր տաճարը։ Այդ օրը գալու է, մենք այդ օրվանը հասնելու ենք։ Շնորհակալություն։